Ողջույն, եթերում Մեդպրեսն է։ Մենք շարունակում ենք խոսել առողջության եւ առողջության պահպանման մասին։ Այսօր խոսելու ենք լապարասկոպիայի մասին։ Իմ հյուրն է Մարգարյան ծննդատուն մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Նարեկ Մանուկյանը։ Ողջույն բժիշկ Մանուկյան։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Շատերն են տեղյակ, որ այսօր հնարավոր է իրականացնել վիրահատություններ, ինչպես գինեկոլոգիայում, այնպես էլ այլ ոլորտներում փոքր կտրվածքներով, ոչ երկարատև հետվիրահատական շրջանով իր շնորհիվ լապարասկոպիկ մեթոդի։ Խնդրում եմ մեզ պատմեք, թե ինչ է լապարասկոպիան։ Լապարասկոպիան ժամանակակից վիրահատական մեթոդ է, որի միջոցով կատարվում են բազմաթիվ վիրահատություններ, որը թույլ է տալիս փոքր կտրվածքների միջոցով կատարել տարբեր աշխարհի եւ տարբեր ծավալի վիրահատություններ։ Կարող եք ներկայացնել, որն է առավելությունը լապարասկոպիկ եղանակի, ինչն է նրա առավելությունը, որ ամբողջ աշխարհում բոլոր վիրահատությունները հնարավորության դեպքում իրականացվում են հենց այս մեթոդով։ Առավելությունը կայանում է նրանում, որ կտրվածքները լինում են շատ փոքր, անցքերի միջոցով է կատարվում վիրահատությունը, հետվիրահատական շրջանը լինում է համեմատաբար հիվանդի համար ավելի թեթև։ Վիրաբուժական լապարասկոպիայի ժամանակ տեսանելիությունն է ավելի լավ, քանի որ չի խախտվում հիվանդի մոտ անատոմիական կառույցները։ Հիմա մեր պացիենտները մտածեցին, թե այդ փոքր անցքերով ինչպես է ավելի լավ տեսանելիություն ունենում, եթե հնարավոր է նաև այդ մասը բացատրեք։ Քանի որ տեղադրվում է ժամանակակից օպտիկական սարք, որի միջոցով մենք էկրանին տեսնում ենք ամբողջ որովայնի խոռոչը իր օրգաններով։ Եթե բաց վիրահատությունների ժամանակ կոնկրետ կտրվածքը արվում է կոնկրետ ինչ-որ գործողություն անելու համար, իսկ լապարասկոպիայի ժամանակ տեղադրվում է օպտիկական սարքը, որի միջոցով զննվում է ամբողջ որովայնի խոռոչ դառնում է հասանելի վիրահատության համար։ Այսինքն շատ ավելի հասանելիություն ունեք եւ տեսանելիություն, քան որովայնահատման ժամանակ։ Այո։ Շատ լավ։ Իսկ որ գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում է խորհուրդ տրվում հենց լապարասկոպիկ եղանակով կատարել վիրահատությունները։ Գինեկոլոգիական հիմնականում բոլոր վիրահատությունները հնարավոր է կատարել լապարասկոպիկ եղանակով։ Բացառություն են կազմում որոշ դեպքեր, երբ որ ուղղակի տեխնիկապես կամ հիվանդի առողջական վիճակից ելնելով ուղղակի անհնար է կատարել լապարասկոպիան։ Այսինքն եթե ես ճիշտ հասկացա, լապարասկոպիկ ցուցումները շատ ավելի մեծ են եւ կան որոշակի փոքր թվով ցուցումներ, երբ ցուցված է որովայնահատում։ Այո, հիմնականում լապարասկոպիկ հակացուցումները կախված են տեխնիկական խնդիրների եւ հիվանդի առողջական վիճակի հետ, այսինքն երբ որ ունենք մեծ գոյացություններ, քանի որ մենք լապարասկոպիկ գործիքները կուրորեն ենք տեղադրում որովայնում, այդ իսկ պատճառով հնարավոր է մեծ գոյացությունների դեպքում վնասել, որն էլ հենց խանգարում է մեր մնացած բոլոր դեպքերում հնարավոր է կատարել լապարասկոպիկ եղանակով վիրահատություն։ Շատ լավ։ Իսկ քանի որ անպտղությունը այս պահին աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, սպառնացող խնդիր է հանդիսանում, լապարասկոպիկ եղանակը անպտղության դեպքում հնարավոր է որպես ախտորոշիչ մեթոդ հանդիսանալ եւ ել ավելի լավացնել մեր դիագնոստիկ հնարավորությունները։ Այո, միանշանակ հնարավոր է։ Լապարասկոպիայի որոշ դեպքերում մենք հենց այդ նպատակով էլ կատարում ենք լապարասկոպիան, ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման նպատակով, քանի որ մեր ժողովուրդը հակված չի դիմել բժշկի, այդ իսկ պատճառով բորբոքային պրոցեսների պատճառով առաջանում են բազմաթիվ կպումային խնդիրներ, որն էլ հենց դառնում է անպտղության պատճառ, իսկ լապարասկոպիան համ դիագնոզելու եւ այդ կպումները անջատելու եւ կարելի ասել բուժման նպատակով լավագույն մեթոդն է վիրահատական։ Իսկ միայն արգանդափողերի անանցանելությունը կամ կպումները գնահատելու համար, թե այլ ցուցումներ եւս կարող են լինել դիագնոստիկ լապարասկոպիայի։ Լապարասկոպիան կիրառվում է ինչպես նաեւ կիստաների, ձվարանների կիստաների դեպքում,
փոքր կոնքի էնդոմետրիոիդ ախտահարումների դեպքում էլի համ համարվում է որպես բուժական լավագույն, համ ախտորոշիչ լավագույն մեթոդներից մեկը։ Քանի որ դուք ձվաների կիստայի մասին խոսեցիք, այստեղ նույնպես երբեմն հարցեր են առաջանում, արդյոք բոլոր կիստաներն են ենթակավիրահատական բուժման, թե երբեմն կամ կիստաների որոշ տեսակներ միայն դեղորայքային կամ պահպանողական բուժման են ենթարկվում։ Ոչ բոլոր կիստաները, օրինակ, երբ որ ունենք ֆոլիկուլյար կիստաներ, հիմնականում ֆոլիկուլյար կիստաները պահում ենք հսկողության տակ եւ չենք վիրահատում, որովհետեւ իրենք կարող են դեղորայքով շատ հեշտությամբ ներծծվել։ Իսկ գոյություն ունեն կիստաների տեսակներ, օրինակ դերմոիդ կիստաները, էնդոմետրիոիդ կիստաները կամ ցիստադենոմաները, որոնք չեն ներծծվում դեղորայքային եւ պահանջում են վիրահատական միջամտություն։ Ինչպես մնացած բոլոր բնակավարներում, այստեղ էլ նույնպես ժամանակակից տեխնոլոգիաները եւ նոր գիտության նվաճումները հնարավորություն են տալիս ել ավելի լավացնել սարքավորումների որակը։ Ինչպիսի սարքավորումներով է հագեցած ձեր բաժանմունքը, որը դուք ղեկավարում եք եւ աշխատում եք։ Այս բանին մեր բաժանմունքը համալրվել է նոր գերժամանակակից լապարասկոպով, 4K լապարասկոպով, որը բազմաթիվ անգամ հեշտացրել է մեր գործը։ Այսինքն նույն հմտություններ ունեցող բժշկին լավ սարքավորումները ել ավելի են օգնում իր գործը լավանել։ Ունենք շատ լավ տեսանելիություն եւ որն էլ մեզ թույլ է տալիս կատարել ավելի բարդ վիրահատություններ եւ ավելի ծավալուն վիրահատություններ։ Դա շատ կարևոր փաստ է եւ մի հարց, որը միշտ հետաքրքրում է պացիենտներին, հղիության ժամանակ, եթե կան գինեկոլոգիական խնդիրներ կամ այլ խնդիրներ, որոնք որ վիրահատական բուժման կարիք ունեն, արդյոք լապարասկոպիան այս դեպքում կիրառելի է թե ոչ։ Այո, միանշանակ կիրառելի է։ Հղիության ժամանակ լապարասկոպիան կիրառում ենք մինչև 20 շաբաթական հղիության ժամկետը։ Այսինքն այս մասում ունենք հակացություններ գեստացիոն ժամկետով պայմանավորված։ Այո, քանի որ նշեցի սկզբից լապարասկոպի հակացությունների մասին, այսինքն արգանդը չափերով մեծանում է եւ լապարասկոպիկ գործիքները ուղղակի տեխնիկապես անհնար է լինում տեղադրել։ Այդ իսկ պատճառով մինչև 20 շաբաթական հղիության դեպքում, եթե կա վիրահատության անհրաժեշտություն, կարող է առանց որևիցե խնդրի կատարվել լապարասկոպիկ եղանակով։ Քանի որ դուք նշեցիք, որ լապարասկոպիան համարվում է քիչ փոքր կտրվածքների վիրահատություն, կարելի է ենթադրել, որ այս վիրահատությունից հետո պացիենտները շատ արագ կարող են վերադառնալ իրենց սովորական կյանքին։ Այո, կախված վիրահատության ծավալից եւ բարդության աստիճանից հիվանդները համեմատաբար ավելի թեթև են տանում հետվիրահատական շրջանը եւ ավելի շուտ են վերադառնում իրենց բնականon կյանքին։ Իսկ ինչ տիպի ցավազրկում է առաջարկում լապարասկոպիկ վիրահատությունների դեպքում։ Լապարասկոպիկ վիրահատությունների դեպքում ցավազրկումը լինում է միայն ընդհանուր անզգայացմամբ, քանի որ լապարասկոպիայի ժամանակ որովայնի խոռոչը լցվում է գազով, CO2 գազով, այդ իսկ պատճառով անպայման պետք է անզգայացումը լինի ընդհանուր անզգայացմամբ, քանի որ տեղային անզգայացով հնարավոր չի ուղղակի ամբողջ որովայնի խոռոչը անզգայացնել։ Մենք լապարասկոպիայի հետ կապված երբեմն որոշակի միֆեր ունենք կամ ցանկացած մեր բնակավարի հետ կապված որոշակի միֆեր կան։ Եթե կան այդպիսիները լապարասկոպիկ վիրահատությունների հետ կապված, կարող եք խոսել դրա մասին եւ հաստատել, միգուցե կամ ժխտել։ Ճիշտ է, որոշ դեպքերում ժողովրդի մեջ կա կարծիք, որ պետք է անպայման բացել, աչքով տեսնել, որպեսզի ճիշտ կողմնորոշվել, թե ինչպիսի վիրահատություն պետք է կատարել, բայց ասեմ, որ լապարասկոպը մեզ ավելի լայն հնարավորություններ է տալիս։ Այսինքն լապարասկոպի միջոցով մենք տեսնում ենք ամեն ինչ, ոչ թե կոնկրետ
կտրվածքի մենակ այդ սահմանափակ հատվածը, որտեղ մենք կտրվածք ենք կատարել, այլ ամբողջ որովայնի խոռոչը եւ ավելի լայն հնարավորություններ է տալիս լապարասկոպիան, այսինքն նույնիսկ լապարասկոպիայի ժամանակ հնարավոր է ինչ որ մի խնդրով լապարասկոպիա անելուց հայտնաբերել նաեւ մեկ այլ խնդիր եւ միաժամանակ լուծել նաեւ տվյալ խնդիրը։ Դուք նշեցիք, որ կան դեպքեր, երբ նախընտրությունը տրվում է որովայնահատմանը։ Կարող եք նշել, որոնք են այդ դեպքերը։ Հղիության մասին դուք արդեն խոսեցիք, իսկ գինեկոլոգիական որ հիվանդությունների դեպքում է կամ միգուցե ծավալների դեպքում է նախընտրությունը տրվում որովայնահատմանը։ Գինեկոլոգիական հիմնականում այն դեպքերն են, երբ որ ունենք օրինակ հսկա միոմաներ, մեծ չափերի միոմաներ, որոնք զբաղեցնում են օրինակ ամբողջ որովայնի խոռոչը կամ ունենք մեծ չափերի կիստաներ, այդ իսկ պատճառով տեխնիկապես լապարասկոպիան անհնար է իրականացնել, որոշ դեպքերում ուղղակի լապարասկոպիկ գործիքները անհնար է տեղադրել որովայնի խոռոչ ծավալուն գոյացությունների պատճառով։ Իսկ կան որոշակի տարիքային սահմանափակումները լապարասկոպիկ եղանակի կիրառման կամ միգուցե պացիենտի քաշը նորմայից ավել կամ նորմայից ցածր քաշ ունենալու պարագայում կարող են որոշակի հակացություններ լինել, թե ոչ։ Լապարասկոպիկ վիրահատությունների համար տարիքային սահմանափակում չկա, սակայն մեր պրակտիկայում մենք քանի որ հիմնականում չափահաս տարիքից սկսած ենք լապարասկոպիկ վիրահատություններ անում, հիմնականում հակացություններ չի լինում տարիքի հետ կապված, իսկ կախված քաշի հետ էլի հակացություններ չկան, հաշվի առնելով մենակ այն խնդիրները, որոնք կարող են առանձնանալ ներվիրահատական, այսինքն պացիենտի ուղղակի սոմատիկ առողջության կապված կամ ուղղակի ավելորդ քաշով պայմանավորված խնդիրները, պացիենտի առողջական վիճակը թույլ չտա կախված լապարասկոպի դիրքից, հիվանդի դիրքից լապարասկոպիայի ժամանակ։ Շնորհակալ եմ բժիշկ Մանուկյան, հետաքրքիր, ինֆորմատիվ եւ շատ կարեւոր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթօրը կլինիկայի առաջատար մասնագետների կողմից իրականացվում են անվճար խորհրդատվություններ եւ անհրաժեշտության դեպքում բուժում։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։